Փառք մեր Տիրոջը, այսօր որ կրկին անգամ ես հնարավորություն ունենք այստեղ միաբան նստելու, ասում Տիրոջ մասին, մեծ խոսելու, փառավորելու Տիրոջը։ Գիտեք, այնքան լավ է, որ մենք կարանք խոսենք իր մասին, ունենք այդ հնարավորություն, ունենք այդ ժամանակը միաբանվելու, ասելու, բայց գիտեք, դա կարևոր է, որ մենակ չլենք, էլ ես միշտ ասում եմ լսողի դերում, այլ ենք խոսքը կատարող, խոսքով ապրող մարդիկ, դա շատ կարևոր է։ Եդեք այսօր ես մի քիչ խոսեմ հավատարմության մասին։ Եդեք մենք շատ անգամ լսել ենք, խոսել ենք այդ հավատարմության մասին, հավատարմության տերմինի մասին, հետաքրքիր մի հատ sense բան եմ ուզում ես ասեմ, ճարել եմ ինչա կոչում հավատարմությունը մարդու հարաբերությունները, մարդկանց հարաբերությունները, հավատարմությունը, դա գիտակցաբար ընտրություն, եթե ամուսին ու կին, այսինքն միավորում են իրանց կյանքը, դա գիտակցաբար ընտրություն է, չէ՞, հավատարմություն են իրանք միաբանում, գիտեք, հետաքրքիր է, որ մեր գիտակցաբար ընտրությունը դեպի Հիսուս Քրիստոս, դա պետք է լինի գիտակցաբար քայլ ու վերջնական քայլ, հավիտենական քայլ, չէ՞, այսինքն հավիտենական քայլը որն է, որ դու անում ես, գիտես այդ հավիտենական քայլը ու դրա հետ մեկտեղ դու իր հետ ես, Հիսուսի հետն ես։ Գիտեք, ես չեմ կարող ասեմ հիմա ով ինչ հավատարմության մեջ է, ով ինչ հարաբերությունների մեջ է Տիրոջ հետ։ Դա շատ կարևոր մոտեցում է, ես շատ եմ մտածում, ինչքանով է մարդ կարող հավատարիմ լինել Աստծուն։ Ինչքանով ես դու կարող նվիրված ես խոսքի մեջ։ Նայեք, դուք ոնց եք մտածում, ինչ է կոչում հավատարիմ ըլնել Քրիստոսին։ Ոնց է ձեր ամենօրյա կյանքը, այսինքն կազմավորում, ինչով եք դուք ակտիվ, ինչով դուք ակտիվ չեք, այդ գնահատական ես միշտ ասում եմ դու կարաս քեզ տաս, դու կարաս անես։ Բայց ես ուզում եմ խոսեմ ավետարանից, գրքից, Աստվածաշնչից։ Գիտեք ինչի մեջ որ դու մենք կարանք խորենք։ Այդ բառերը որ ես նոր ասեցի, հարաբերությունը դա էլ է վերցած Աստվածաշնչից։ Ես կարամ ասեմ մարդկային ամեն մտածելակերպ մոտեցումը հարաբերություններին հաստատում դա ոնց ասեմ ձեզի վերցված ամեն բան Աստվածաշնչից։ Գիտեք, Աստծո խոսքը այնքան է մարդուն տալի հանգստություն, այնքան տալի խաղաղություն, հարաբերությունը։ Ես ինչ եմ ասում հարաբերություն, երբ որ ես մի քիչ թեմայից շեղվում եմ, երբ որ դու դժվարության մեջ ես, երբ որ դու թուլության մեջ ես, երբ որ դու տկարության մեջ ես, երբ որ դու փորձությունների մեջ ես, իսկ փորձությունները այսօր շատ են գալի մեր կյանքում, գիտեք, միակ, գիտես, մոտեցում, երբ որ դու ունես Տիրոջ հետ հարաբերություն, երբ որ դու կարաս, այսինքն աղոթքով մոտիկանաս, ես նոր աղբոր հետ ենք խոսում, Սերգեյ ասում եմ, եթե ես չէի մտածում, եթե ես այսօր չլինեի հոգևոր, ես երբ կարող է աշխարհի կլինեի գժվեի։ Հասկանում եք, ինչեւ որ շատ անգամ մեզ դեպրեսիվ իրավիճակներ են գալիս, հարցակումներ են գալիս ու դու չես մոռանում, բայց այսօր երբ որ դու հոգևոր ես, այսօր որ դու Հիսուսի հետ ես, գիտես դու իմանում ես այդ ամենը բերել Տիրոջը։ Այս ամենը, գիտես, կարևորը որ դու չմնաս այդ իրավիճակի մեջ, կարևորը որ դու այդ իրավիճակից դուրս գաս, հասկանում ես, իսկ դուրս է գալիս օգնում է քեզ մեր Տեր Հիսուսը, իր հետ շփումը, իր հետ, այսինքն գիտես, այդ ամեն օրվա հաղորդությունը քո հետ, այդ աղոթքի մոտեցումը, երբ որ դու բացում ես, երբ որ գիտես, երբ որ դու դաժե քայլում ես, sense օրինակ քայլում ես, աղոթում ես, գիտես, դու ու ինքը, ու էլ ոչ մեկ, ինքը լսում է քո ձայնը դու լսում ես իր ձայնը քո մեջ ավետարանի միջով, հասկանում ես, դա շատ կարևոր մոտեցումներ է, երբ որ դու կարաս բացես քո սիրտը ու կարաս բացես, հասկանում ես ամբողջովին։ Բայց գիտես, դա մեզ չի ազատում, որ մենք հավատարիմ չենք Իրանը։ Երեք ինչ եմ ասում։ Նայեք, Առակաց գրքում կա մի հատ հետաքրքիր տեղ։ Շատ է դուրս եկել 28-րդ գլուխ 20 խոսքից, ասում է հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա, բայց հարստանալու փթացողն անպատիժ չի մնա։ Ես ուզում եմ որ մենք վերցնենք այդ հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա։ Դա Աստվածաշունչն ասում, դա Սողոմոնը ինչ օրհնությունների մասին ասում։ Գիտեք, իրապես, եթե sense խորում ես, մտածում ես, այսինքն խորանում ես էլի, այսինքն եթե ոչ միայն այսինքն ազնական հարստության մասին, այլ այսինքն այն օրհնությունների մասին, ինչի մասին որ Աստված խոստանում է մարդուն այսօր տվել է հոգևոր կյանքում։ Նայեք, ունեք դուք օրհնություններ հոգևոր առումով։ Ով ունի հոգևոր առումով օրհնություններ։ Գիտես, ես հոգևոր առումով օրհնություններ դա հաղթանակներ են։
Համաձայն չեք իմ հետ։ Այսինքն, երբ որ դու ունես ապրիդիլյոնի հաղթանակներ քո կյանքում, երբ որ դու ունես ապրիդիլյոնի բարձունքներ, եթե հիշում եք անցած պաշտամունքից ես խոսում եմ հոգևոր հասունության մասին, այն կաթը խմող հոգևորների մասին, то есть ասում եմ կոշտ կերակուրը հոգևոր հասունների համար, որը չարը բարից կարան տարբերեն, այսինքն մարդիկ ով որ հասունանում են։ Բայց գիտես, հավատարմությունը Աստծո խոսքի մեջ դա շատ կարևոր չափանիշներից մեկն է, երբ որ դու իսկականից հավատարիմ ես Աստծուն։ Գիտես, Հռոմեացիների թղթում 3-րդ գլխում այնտեղ տալիս է միտեղ, որ ասում է, եթե մարդը անհավատարիմ Աստծուն, դա չի նշանակում, որ Աստծո անհավատարիմություն դրանով ամեն ինչ կքանդվի, չէ, Աստված ոնց մնացել է հավատարիմ, ինքը այտենց էլ մնում է հավատարիմ։ Երկրորդ օրինացում նույն երկրորդ օրինացում 7-րդ գլխի 9-րդ խոսքում ասում է. իմացիր ուրեմն, որ քո Տեր Աստվածը Աստված հավատարիմ Աստված է, որ իրեն սիրողներին եւ իրեն պատվիրանները պահողներին մինչեւ հազարավոր սերունդ ուխտ ու ողորմությամբ պահում է, ողորմությամբ է պահում, то есть իրեն սիրողներին եւ իր պատվիրանները պահողներին ասում է մինչեւ 1000-րդ սերունդ ուխտ ու ողորմածություն է պահում, то есть Աստված հավատարիմ է իր, այսինքն խոստումին, ասում է հավատարիմը ունի մեծ օրհնություններ։ Նայեք, ինչ հավատարմության մասին աստեղ խոսքը գնում։ Եթե ես միշտ ասում եմ, գիտես, այն չի, որ դու եկար ապաշխարիր, մի անգամից տվիր քո կյանք ու դրանով պրծավ, հասկանում ես, ու դրանով ավարտվավ, ու դու նույն տեմպով շարունակում ես գնալ, ապրել եւ ոչ մի բան չես ուզում քո կյանքում փոխես։ Չէ, հավատարմությունը դրա մասին խոսում է այն պարագայով, որպեսզի որ դու ըլնես հստակ Աստծո խոսքի մեջ, այսինքն ստեղ հինուխտում, որ հիմա աստեղ ասում է երկրորդ օրինացում, ասում է պատվիրանները, պահողները ովքեր են, այո, դա վերաբերում է հրեաներին, չէ, գրված է հինուխտում հրեաներին, բայց դա մեզ չի ազատում, որ մենք ինքներս չպահենք այդ պատվիրանները։ Եկեք հիշենք հինուխտում ինչ մարդիկ են եղել, ովքեր որ այսինքն հավատարիմ են եղել Աստծուն։ Ամենամեծ փայլուն տեղերից մեկը ես կարամ ասեմ Աբրահամի մասին։ Հիշում եք, որ Աստված ասեց, թող ամեն ինչ տունը տեղը դվես, կնոջ դվես գնա, եւ Աստված շատ տեղ ասում է, դաժե ստես գրել եմ Ծննդոցի 26-15-ում, ասում է Աբրահամը լսավ ինձ, հավատարիմ էր եւ արեց այն ինչ որ ես ասիմ։ То есть հավատարմությունով անշխանավ Աբրահամը անում էր, Մովսեսի մասին կարանք ասենք, Դավիթի մասին կարանք ասենք, դրանք սաղ հին ուխտի հերոսներ են, ովքեր որ հավատարիմ հարաբերություն ունեն Աստծո հետ, ովքեր որ լսում են Աստծո կանոնները ու պահում են Աստծո պատվիրանները։ Բայց եկեք մտնենք հիմա նոր ուխտի մեջ։ Եթե նոր ուխտի մեջ, ինչեմ ասում նոր ուխտի մեջ, մենք չէ նոր ուխտի չենք, այո մենք նոր ուխտով ենք ապրում, բայց եկեք հասկանանք նոր ուխտի կանոնները, նոր ուխտի պատվիրանները, դրանք տարբեր են, չէ, դրանք նույն են։ Հասկանում ես, Քրիստոսը ասեց, ես չեմ եկել քանդելու Մովսեսի օրենքը, ես եկել եմ դա շարունակելու, դա Հիսուսի խոսքն է, լրացնելու։ Եկեք իմ համար շատ անգամ իմ դուրս շատ է գալի Պետրոսի համարձակությունը, Պետրոսի հավատարմությունը դեպի Քրիստոս։ Երբ որ Պետրոսը համարձակ ձևի հայտարարեց, ասեց Հիսուսից, ով եմ ես, ինչ են ասում մարդիկ։ Մենք կարդում ենք Մատթեոսի ավետարանը 16-16-ում ատարից, ասեց, ով եմ ես։ Հիսուս ասեց, ինչ են ասում մարդիկ։ Պետրոսը անխապ ասեց, դու ես կենթանի Հիսուս Քրիստոսը։ Դու ես բարձրյալ Աստծո որդին։ Ինչ հավատարմություն էր Պետրոսի, չէ՞։ Հա մենք տենում ենք Պետրոսի անկումը, երբ որ ուրացավ, բայց հետո տենում ենք Պետրոսի քայլը, լիովին նվիրվածությունը դեպի Քրիստոս, Քրիստոսի հետևից գնալ եւ Քրիստոսին ըլնել հավատարիմ միջև վերջ։ Կարանք մենք սենց հավատարիմ ենք մենք այսօր ամեն պարագայում, ոնց է մեր հավատարմությունը այսօր մոտեցումը, մենք ոնց ենք այսօր լրացնում, ինչպես ենք մենք այսօր հասկանում ես դրա դեմ, եթե դու այսօր հավատարիմ չես, դու ինչ ես անում, որ դու դառնաս հավատարիմ։ Նայեք ասեմ, ես ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք հավատարմության հերթականությունը, հասկանում եք։ Նայ, եթե մենք այսօր աշխարհիկ մեր դրվածքով խոսենք, աշխարհիկ դրվածքով ինչ եմ ասում, մենք բոլորս ունենք ընտանիքներ, մենք բոլորս ունենք երեխաներ, մենք բոլորս ունենք ամուսին, կին, լիքը, եւ ամեն մեկը մեկին հավատարիմ է ուզում ըլնի։ Ծնող ուզում է հավատարիմ ըլնի երեխուն, փոքր երեխուն, ամեն ինչ անում է իր երեխու համար, առավոտ, իրիկուն, գիշեր, ցերեկ նայում է իր երեխու դեմքին, հասկանում ես։
Մայրիկը հայրիկին լիքը մոտեցումներ հասկանում ես, երբ որ դու տենց խորանում, մտածում, հասկանում ես, որ իսկական պետք է լինես հավատարիմ։ Մեծ երեխաները հավատարիմ են իրանց ծնողներին, ուզում են ամեն ինչով իրանց ծնողների համար անեն, այսօր ճիշտ ասած ես դրա մեջով եմ ասում, ու ես գիտես ուրախանում եմ, որ ես կարամ հավատարիմ լինեմ իմ ծնողին, բայց դա դրա հետ մեկտեղ ցույց է տալի, որ ես պետք է լինեմ հավատարիմ Քրիստոսին, իր խոսքին, հասկանում ես, որտեվ եթե չլինի իր խոսքը, չլինի իր կամքը, դու չես կարող շատ բաների մեջ հավատարիմ լինես։ Բայց եկեք միացած նայենք, իրապես այն հավատարմությունը, որ մենք այսօր ունենք այդ աշխարհի կյանքում, մենք դա վերցել ենք Տիրոջից։ Եթե դու դա վերցել ես Քրիստոսից, ուրեմն դու ինքդ պետք է լինես ամենաառաջինը հավատարիմ Իրանը, հասկանում ես։ То есть դու պետք է անես այն ամենը, ինչ որ ինքը ասում է, որ ինչի արել է, որ ինքը թողել է։ Բայց ինչ է ինքը ասում, ինչ է ինքը թողել մեզ, ինչով մենք պետք է այսօր ապացուցենք, որ մենք հավատարիմ ենք։ Թե մենք լում այդ հավատարմությունից հեռու ենք մնում, թե մենք լում երբեմն կարանք երդ գտնենք, գայթակղվենք, թուլանանք։ Ես հիշում եմ Պետրոսը, երբ որ նավով գնում էին, հիշում եք, եւ Պետրոսը քամի ալիքները բարձրացան, եւ Պետրոսը ջրի վրայով գնաց եւ ընկավ։ Քամից վախեցավ, ընկավ։ Հիսուսը ասաց. «Արի Պետրոս, արի այստեղ եմ», հասկանում ես։ Վախը վերցես Պետրոսին, քամի ալիքները Պետրոսին գցեցին, ինքը պահի տակ նայեց Քրիստոսին, բայց հետո նայեց այդ ինչ-որ կողքերն է։ Գիտես, հետաքրքիր որ մենք նայում ենք երբեմն այդ կողքերը, այդ աշխարհի փոթորիկներին, այս ամենին, մենք էլ չենք նայում Քրիստոսին։ Այն կենթանի Քրիստոսին, որ այն ջրի վրա, այն ծովին ասում արի, ես քո հետ եմ, ես քեզ կպահեմ, ես քեզ կպաշտպանեմ, ես քեզ չեմ թողնի։ Գիտես, ինչ պաշտպանություն ենք մենք ուզում։ Գիտես, ես ուզում եմ քեզի մի բան ասեմ։ Առակաց գրքում որ կարդացինք, ասում է հավատարիմը ստանում է օրհնություններ։ Դու այսօր ինչ օրհնություններ ես ուզում ստանաս։ Դու ո՞նց ես այսօր պատկերացնում քո հավատարմությունը դեպի Հիսուս Քրիստոս։ Նայեք ասեմ։ Հովհաննեսի ավետարանում կա մի հատ հետաքրքիր տեղ։ 12-րդ գլխում։ Հիսուսը ստեղ ասում է հետևյալ խոսքը։ Նու դա հայտնի տեղը Հիսուս ասում է 25 խոսքից. ով սիրում է իր անձը կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձը ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն։ Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից։ Եվ որտեղ ես եմ, իմ ծառան եւս այնտեղ կլինի։ Եթե մեկն ինձ ծառայ, նրան կպատվի հայրը։ То есть Քրիստոսը ստեղ ասում է, եթե դու սիրում ես քո անձը, դու դա կորցնելու ես, բայց ով այս աշխարհում իր անձը ատում է, դա հավիտենական կյանք է ձեռք բերելու։ Հիմա նայեք, ինչ մենք սկսենք ատել մեր անձը, ինչի մասին է Քրիստոսը խոսում։ Իհարկե, այստեղ Քրիստոսը խոսում է աշխարհի արժեքների մասին։ Այստեղ Քրիստոսը խոսում է աշխարհի կապվածության մասին, սերը դեպի մեկ, սերը դեպի լիքը, բայց ասում է, եթե դու ատում ես այդ ամենը, դու հավիտենական կյանք ես ձեռք բերում, համարում ես։ Եթե ասում եթե մեկը ծառայում է ինձ, ուզում է ծառայ, թող գա իմ հետևից։ Ասում է, եթե ուզում ես ծառայես Քրիստոսին, դու պետք է գնաս հետևից։ Ծառայությունը դա, գիտես, հավատարմության չափանիշներից մեկն է։ Հավատարիմ ըլնել Քրիստոսին, հասկանալ, դու կարաս միջև վերջ գնաս իր հետևից։ Այսինքն ոնց ես դու տենում գնալ Քրիստոսի հետևից։ Գիտեք, շատերը այսօր տարբեր մոտեցումներով են նայում, որովհետև նայեք, եթե մենք վերցում ենք, ասում ենք Քրիստոսն ասում է թող ամեն ինչ, ուրացի քո անձը, վերց քո խաչը արի իմ հետևից, գիտես, այդ խաչի վերցելու այդ process-ը գնալուն, մենք ամեն մեկս մի ձև ենք տենում։ Մեկը մտածում է այդ խաչը վերցես գնաց, ինքը պետք է ապրի իր համար։ То есть այդ խաչի իր ճանապարհն է, իր կյանքն է, իր մթնոլորտն է, անջատված ամեն ինչից։ Բայց ես քեզ կարամ ասեմ, եթե Տերը քեզ կանչել է, եւ Տերը ուզում է քեզ տենա իր ընտանիքի մեջ, արքայության ընտանիքի մեջ, խոսքի մեջ, դու իմացի, դու չես կարող քեզ մեկուսացնես ու ապրես քո համար։ Եթե դու մեկուսացնում ես քեզ, եթե դու մտածում ես մենակ քո մասին, հասկանում ես, ինչ որ ասում է դրա մասին ավետարանը, Փիլիպպեցիներից կարծեմ երկրորդ գլխում, այո, Փիլիպպեցիներից երկրորդ գլխում, այստեղ Պողոս ասում է 21 խոսքում հետաքրքիր, քանի որ
բոլորն իրեն շահերն են որնում եւ ոչ թե Հիսուս Քրիստոսին։ То есть ասում է, բոլորը փնտրում են իրեն շահերը, հետևում են իրեն շահերը, բայց ոչ թե Հիսուս Քրիստոսին։ То есть այդ խոսքերից մենք հասկանում ենք, այստեղ չի եցում խոսքը հավատարմության մասին։ Հասկանում ես։ Այստեղ չի ասում բոլորը հավատարիմ են, ասում է բոլորն են փնտրում իրեն շահերը։ Որն է մարդու շահը, որն է մարդու մոտեցումը։ Եթե ես կարող եմ մեկ ասի դե հովիվ ինչ ես ասում, ոնց շահը, ոնց չապրենք մենք մեր շահերով, հասկանում ես, համաձայն եմ, ապրիր քո շահերով, բայց թող Աստված լինի առաջինը քո կյանքում, հասկանում ես, Աստված այսօր առաջինն է քո կյանքում, համաձայն չեք, դուք իմ հետ չեք, Աստված կարա լինի առաջինը, մի հատ արթնացեք, մի հատ մի քնեք, մի հատ ասեք, այո, Աստված պետք է լինի առաջինը, մի sense բանարեք, հասկանու, որտեվ Տերը պետք է լինի առաջինը քո կյանքում։ Եթե Տերը առաջինը քո կյանքումն է, դու երբեք քո շահերը չես փնտրի։ Ես կարող եմ հիմա տարբեր օրինակներ բերեմ շահերը փնտրելու պարագայում։ Հարստանալու պահով օրինակապես ինքնը հարստանում, մենակ դու քո մտածում ես քո մասին, եթե մենք հիմա գիտես հիշենք առակացիկ Սալմոնի 10 որ ասում է հավատարիմները օրհնություններ են ստանում, հասկանում ես։ Մենք հիմա կարանք մտնենք, ես այնտեղը գրել եմ Մարկոսի 12-րդ գլուխը, որ ասում է բերին Քրիստոսին փորձում են, չէ՞, ասում են որն է կայսրին դու գտնում ես ճիշտ է կայսրին տուրք տալ, թե չտալ։ Հիսուս ասում է բերեք դրամը, հետաքրքիր որ դրամը բերում էին եւ ասում է դրամի մի կողմը այն վաղ մի հատ իմպերատոր կար դրա նկարն ալում, հետևն էլ ինքը իր երկրորդ պատկերանում, որ ինքը քահանա է, էլի սաղ այսինքն, ասինքն վերցում է ցույց հատալի, կայսին տվեք կայսին, Աստծուն տվեք Աստծուն, то есть պարքը, հասկանում ես, տալը դա պարքն է, то есть դու կարաս ալես պարք Աստծուն, հասկանում ես, դու կարաս տաս Աստծուն քո պարքը, то есть եթե դու հասկանում ես այն ինչ որ քեզ Աստված տալիս է ու դու տալիս ես Աստծուն, բայց դա քիրավորն է, գիտեք, եթե մենք հիմա խոսենք ընծայի 10-րդի մասին, ես չեմ ուզում էլի հիմա այսօրվա իմ թեման 10-րդի ընծայի մասին չի, բայց եթե եկեք հիշենք նոր Աբրահամին, որ կարդում է գիտի, որ Աբրահամ ասում է Սելիմի թագավորին Մելքեսիդեկին բերեց 10% տվեց, то есть Աստված не претендует սա քո ունեցվածքին, ասում է 10 տուր ինձ, այն որ իմն է պատկանում, հասկանում ես, դու տուր ինձ, ես քեզ տալիս եմ, ես քեզ օրհնում եմ։ Եթե ես կարամ ասեմ քեզ ես 10-րդի ընծայի մեջ եղել եմ շատ թույլ վախտին, միանշանակ, գիտես ես եղել եմ շատ թույլ մոտեցում եմ ունեցել ու դա գալիս էր իմ հարաբերությունից միանշանակ, որովհետև ես հերո եմ, հասկանում ես, երբ որ քո մոտ բացվում է այդ հավատարմության նշանակությունը, որ դու կարաս լինես հավատարիմ Աստծուն, ես այդ դրա մեջ ես դուրնում հավատարիմ, ամեն բանի մեջ դուրնում ես հավատարիմ, այն ինչ որ խոսում է ծառայության պահով, հասկանում ես, ու երբ որ դու բերում ես քո ընծան, քո 10-րդը, հասկանում ես, գիտես, երբ որ դու մի բան անում ես, մի մտածի, թե դու արիր, թե դու տվիր, թե դու բերիր, տվիր, երբեք մի, հասկանում ես, գլուխգովակցությունով զբաղվի, արա անկեղծ սրտով, բեր անկեղծ սրտով, հասկանում ես, օրհնողը Աստված է, Աստված տենում է այն ինչ սրտով ես դու ամեն բան անում, Աստված տենում է ինչ սրտով դու մարդու ես սիրում, հասկանում ես, դու կարաս քո դիմացինին խաբես, ասես գիտես ես իրանը սիրում եմ, բայց քո մեջ դու ատես մարդուն, բայց ինչա կոչում, մենք պետք է սիրենք, չէ, այսինքն եսեսն Աստված գիտի քո մեջը, քո սիրտը, հասկանում ես, քո սիրտը դու չես կարա թաքցնես, պահես, մարդուց դու կարաս պահես, հասկանում ես, դրա համար ինչ որ դու անում ես, արա ի սրտան, եւ ես փոխի մի մոտեցում, տարիներ առաջ էլ որ այնտեղ Բլատիշևայի մենք ու ես սկսամ ուրիշ մոտեցումով, որովհետեւ ես սկսամ օրհնվել, որովհետեւ ես անում եմ ըստ ամեն ինչ իր խոսքով, ես ուզում եմ ապրեմ իր խոսքով ու անեմ ամեն ինչ, որ ինքն է ասում ինձ, գիտես դու կարաս Աստվածաշունչը կարդաս, քո մոտ բացվես, գիտես ես քո հետ համաձայն չեմ, այն ինչ որ դու ասում ես, ես համաձայն եմ այն, որ ես կարամ տենամ այն ձևի, հասկանում ես, գիտես, էթիկո մոտեցումն է, էթիկո մտածելակերպն է, եթե դու գտնում ես տենց արա, գիտես, ես հիմա չեմ ուզում համոսել եմ, ասեմ, գիտես, դու տենց պետք է անես, դա իմ տենց է բացված, ես դրա մեջ օրհնվում եմ, հասկանում ես, ես օրհնվում եմ ու ես փառք եմ տալի Տիրոջը, բայց եկեք հեռու չգնանք, որն է հավատարիմ ելնել Քրիստոսին։ Նայեք, Քրիստոսն ասում է, ով որ գա իմ հետևից ծառայի, ինքը պետք է թողնի ամեն ինչ, գա իմ հետևից ինձից ծառայի։ То есть ոնց եք դուք հասկանում ծառայել Քրիստոսին։
Ոնց եք դուք հասկանում, այսինքն գնալ ու ծառայել։ Գիտես, ես կարամ էլի հիշեմ այն խոսքեր, որ հայտնության գրքում գրված է, տաք ու սար, ոչ վառվող, անտարբեր մարդկանց մասին։ Մարդիկ, ովքեր որ անտարբեր են մոտիկանում, հասկանում ես, Աստծո խոսքին։ Ես կարամ ասեմ Աստծո խոսքի մասին։ Որովհետև կարա մարդ անտարբեր լինի։ Այո, մարդը կարա անտարբեր լինի, որտեղ մարդը եթե անտարբեր է Աստծո խոսքին, ուրեմն մարդը ապրում է իր շահերով։ Ինքը մտածում է իր մասին։ То есть, նայ, մարդը որ փնտրում է իր շահը, ինչ է ինքը մտածում։ Ինքը մտածում է մենակ իր մասին։ То есть, մենակ իմ համար լավը լինի, մնացածի համար всё равно։ Համաձայն չեք։ Իմ հետ չեք դուք, այսինքն Գիտես, ես ինչ եմ ասում, համաձայն չեք, իմ հետ չեք, ես չեմ ասում, գիտես, սենց ոնց է, դու կարող ես քո կարծիք ունես դրա հետ, բայց ես այսօր անասիրվ եմ անում այդ ամենը Աստծո խոսքով, հասկանում ես, որովհետև Աստծո խոսքը հստակ ասում է մի փնտրիր քո շահեր, բոլորն են փնտրում իրան շահեր, բայց ոչ թե Հիսուս Քրիստոսին։ Հասկանում ես, եթե փնտրեին Հիսուս Քրիստոսին, մարդիկ չեն լինել այսօր էգոիստ, մարդիկ այսօր չեն մտածի իր մասին, այսինքն իր մասին ո՞րն է։ Ես կարճ կարամ ասես մի օրինակ բերեմ։ Մտածես մենակ քո մասին, աղոթես մենակ քո մասին։ Խոսես քո մասին։ Հասկանում ես։ Մտածես քո արժեքների մասին, մտածես մենակ քո ընտանիքի մասին։ Դա ճիշտ է։ Նայեք ասեմ, ու մի հատ օրինակ բերեմ։ Այսօր գալիս են պաշտամունքի, ես եմ մամասը, աղբերս եկել, ու մենք ըլնում ենք, աղբերս ինձ ասում է ապեր պապայի համար կաղոթես, չմոռանաս, հասկանում ես, ճիշտ ասում ինքը, աղոթի պապայի համար, հայց ասեմ, գիտես, ասեմ Սուրբ Հոգին միտք տվեց, ասեմ, գիտես, ասեմ, Աստծո խոսքը ասում է, դու իմ գործ արա, ես քո նկանեմ, մենք շատ անգամ դրա մասին մտածում ենք, դու իմ գործ արա, ես քո նկանեմ, ես գիտեմ, ես տվել եմ Տիրոջը, ես գիտեմ, Աստված հոգ է տանում իմ մասին, Ես գիտեմ, Աստված չի անտեսում իմ աղոթքը, հասկանում ես, ես խնդրում եմ, բայց հասկանում ես, ես կարամ, եթե ծառայեմ, ես պտի ծառայեմ, ես պտի անեմ, ոնց եմ ես իմ հավատարմությունը ցույց տալի Տիրոջը, իմ հավատարմությունը ես ցույց եմ տալիս հենց դրա մեջ, հասկանում ես, ծառայելով Տիրոջը, ծառայելով մարդկանց, հասկանում եք ինչ եմ ասում, То есть, սրա մեջ եմ ես ցույց տալի, բայց ոչ թե դու մենակ մտածում ես քո մասին, ու պատկերացրեք հիմա ես գամ Այսօր նոր աղբորն է ասում, տխուր, դեմքով, միացենց մեր լուրջ, միացենց իմ դեպրեսիվ իրավիճակի մեջ մտած մի մարդ, ասես հովիվ ես ինչ է, հովիվը, հասկանում եք, մենք պետք է լինենք օրինակ, բայց այդ օրինակը պետք է չլինի ձևականորեն, սիրելիներս, այդ օրինակը պետք է լինի իսկական, որտեղ Հիսուս ինքը իրական է, ով համաձայն չի իմ հետ, համաձայն եք, չէ որ Հիսուսը իրական է, համաձայն եք որ Հիսուսը կենդանի է, Իհարկե ինքը կենդանի, իհարկե ինքը իր կյանքը տվել է մեր համար, հասկանում եք, որպեսզի մենք հասկանանք ինչքանով է ինքը տվել իր կյանքը մեր համար, մենք պետք է ապրենք դրանով, հասկանում ես։ Մենք պետք է ապրենք դրանով ու հասկանանք, որ իսկականից առանց իր չկա կյանք։ Բայց դրա հետ մեկտեղ ինչ է ինքը ուզում այսօր քեզանից։ Ինքը ուզում է, որ դու ունես հավատարիմ ծառա։ Նայեք, Մատթեոս 24-րդ գլխում Ստեղ տալիս եմ այդ հավատարիմ եւ չար ծառաների մասին, այսինքն ես այսօր մի քիչ sense մոտեցումով ուզում եմ հենց այդ առակների վրով մենք խոսենք, էլի, որովհետեւ նայեք ասեմ, գիտես, շատ այսօր իրական է մեր կյանքի մոտեցումով, որովհետեւ Հիմա ով է չար ծառան, ով է բարի ծառան, ով է հավատարիմ ծառան, հասկանում ես։ Իսկ մենք շատ առակներ կարդալու, երևի դուք բոլորդ էլ կարդում եք, մենք կարծեմ Մատթեոս 24-ը չենք հասել խմբում, կան հավատարիմ ծառաներ, կան չար ծառաներ, հասկանում ես։ Նայ, այսօր մենք բոլորս քրիստոնեական աշխարհում, բոլոր քրիստոնյաները, հավատարիմ քրիստոնյաները Ով են, դրանք են, ովքեր ինչ են անում, սպասում են ումը Հիսուսի երկրորդ գալստյանը։ Հավատարիմները սպասում են, հասկանում ես, իրանք օրերն են անում, իրանք ժամերն են անում, իրանք ասում են, մենք սպասում ենք Քրիստոսի երկրորդ գալուստը, որն է համբարձումը, воскресение с мертвых ռուսերեն ասած, հասկանում եք։ Իսկ չէ հավատարիմ, հասկանում ես, այդ այն մարդն է, որ ինքը չի, դե կգա, եւ կգա, չեմ անում դե գա, որտեվ Ինքը ապրում է իր տերմինով, ինքը ապրում է իր մոտեցումով, ինքը չի մտածում, հասկանում ես, վաղը կգա Քրիստոսը չի գա, դե կարող է գա, կարող է չգա, հասկանում ես, կարող է իմ դարում չգա, դե դիք սենց, հասկանում ես,
Բայց հավատարիմները դրանք են, ովքեր որ չեն փնտրում իրանց շահ, ովքեր չեն մտածում մենակ իրանց մասին, իրանք մտածում են եփա գալու Տեր, եւ Հիսուսը շատ է ավետարանում ասում է, արթուն եղիր, մի քնիր, արթուն եղիր։ Հիշում եք Գեցսեմանի պարտեզի մոտեցումը, Քրիստոսը գնում էր աղոթում էր, հետո գալի աշակերտներն արտասում էր, արթուն եղեք, աղոթեք, 10 կույսերի պատմությունը կարանք հիշենք, դրոշը լիքը, նայեք, բացեք Մատթեոսի 24-ի 45-ից կկարդամ, ասում է, ով է արդյոք այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր Տերը ծառաների վրա կարգեց, որպեսզի ժամանակին նրանց կերակուր տա։ Երանի այն ծառային, որի Տերը երբ գա, նրան այդպես անելիս գտնի։ Ճշմարիտ եմ ասում դες, որ նրան իր ողջ ունեցվածքի վրա կկարգի։ Նայեք ասում է, երբ որ գա, նա կկարգի իր ողջ ունեցվածքին։ Այսա մենք մի առաքել կկարդանք, նայեք, Քրիստոսը կարգում է իր ունեցվածքի վրա ղեկավար մարդ, դնում է, որ այսինքն ծառա է, բայց այդ մարդուն, երբ որ ինքը տալիս է այն արտոնությունը, այն ամենը, ռուսերեն ասած ուպրավնենչսկի կաչեսվաները, էլի, այսինքն որ այդ մարդը տիրապետի այն ամենով, հետո ինքը գալու է, հասկանում ես, հետո ինքը գալու է, ասում, բայց եթե այդ ծառան չար լինի եւ իր մտքում ասի, իմ Տերը ուշանում է գալ, եւ սկսի իր ծառայեկիցներին ծեծելու, հարբեցողների հետ ուտելու, խմել, այդ ծառայի Տերը կգա մի օր, երբ նա չի սպասում այն ժամին, երբ նա կտեղյակ չի լինի, եւ նրա մեջտեղից կկտրի ու նրա բաժինը կեղծավորների հետ կդնի, այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ То есть Քրիստոսը խոսում է լաց ու ատամների կրճտոց։ То есть հավատարիմ ծառը նայա, ով որ ստացել է Տիրոջից, ստացել է օրհնություն, հավատում ստացել է, այսինքն խոսք, ստացել է, բացվել է իր մոտ այն հոգևոր դաշտը, հասկանում ես, հավիտենությունը, այն ամենը, բայց հասկանում ես, ինքը ճիշտ տեղը չի օգտագործում այդ ամենը։ Նայսեմ, դու ունես գիտելիք, դու ունես իմաստություն, ասում ես ես ճանաչում եմ, ես հասկանում եմ, դու օգտագործում ես այն, երբ որ քեզ պետք է, հասկանում ես, բայց դու նորից հասկանում ես, շարունակում ես, հասկանում ես, այսինքն տամ հարբեցողների, տամ մեղքերի մեջ, սարակներ, ուտել, խմել, քեֆ անել, այնտեղ որտեղ որ դու գտնում ես պետք է, то есть հասկանում ես, վերցում ես աշխարհիկ ձևով ասած այդ աշխարհին լակմստան ապրի վայելես աշխարհի կյանքը, բայց մոռանում ես, հասկանում ես, երբեմն որքան մոտ տրված է շատ գիտելիքներ, ու դրա ամեն ինչին դու պահանջել ես, то есть այդ մարդը էլ հավատարիմ ծառա չի, այդ մարդը ով է, չար ծառա, չէ, то есть մի օր Տերը կգա, հասկանում ես, ու կպահանջի, կասի տվել եմ ես քեզ, բացվել էր քո մոտ, գիտեր դու իմ խոսքը, գիտեր ես ամենը, բան չի դու տենց արիր։ Բա դու ինչի տենց արիր։ Հիմա նայեք ասեմ, շատերը մտածում են, դե մեր դարում հələ չի գա Քրիստոսը։ Շատերը մտածում են սենց։ Բայց շատերը մոռանում են, հասկանում ես, որ այդ դարում չգա, բայց իր հանդիպումը շատ շուտ նիզբեժնի կլինի իր հետ։ Ինքը մեկ է, իրանը կհանդիպի, հասկանում ես։ Որովհետև երբ որ դու հանդիպես եւ այդ խոսքերը որ ինքը եւ նրա մեջտեղից կկտրի ու նրան բաժին կեղծավորների հետ կդնի այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտում то есть Հիսուսը խոսում է դժոխքի մասին հասկանում ես то есть ծառան որ հավատարիմ էր որ տրվև իրանը հասկանում ես ինչինքը տենց հարեց չէ որ ինքը կարա ճիշտ ձևի մոտիկան այդ ամենը հիմա խոսանք ճիշտ ձևի մոտեցման մասին 25-րդ խոսքում Բացեք 25-րդ խոսքի 3 ծառաների առակ։ Այդ նույն առակի մասին խոսում է Ղուկասի ավետարան 15-րդ գլխում։ Այնտեղ նույն ձևի խոսում է։ Այնտեղ մի քիչ ուրիշ ձև է։ То есть որ 10 ծառաների է տալի, բայց այլը 3-ին է, այսինքն Քրիստոսը կանչում եւ ասում է այդ օրինակը։ Նույն ձևի այդ առակը գալիս է սրա մասին։ Ստեղ ասում եմ, որովհետեւ մենք ավելի մի քիչ էլ խորը մտածենք, հասկանանք մի մարդ օտար երկիր գնալիս 14-րդ խոսքից Կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց հանձնեց։ Մի մարդ օտար երկիր գնալիս, ասում է, կանչեց իր ծառաներին ու հանձնեց, հասկանում ես նրանց։ Մեկին 5 քանակար տվեց, մեկին 2, մյուսին 1, յուրաքանչյուրին ըստ իր կարողության մեկնեց։ То есть նայեք, յուրաքանչյուրին ասում է ըստ իր կարողությանն է, то есть Տերը տենում է ով ինչքան կարա տանի, հասկանում ես։ Խոսքը ասում է ինքը չի տալի քեզի սվերխ, որ դու то есть տանես։ Գիտես, երբ որ մենք նայում ենք մի քիչ այն հավասարության մասին, չէ՞ մենք հետաքրքրենք, ինչի մեկից վերցնում է մյուսին է տալի, Տերը կանչում է հավասարության, հասկանում ես։
Ես կարամ ասեմ, գիտես, դա աշխարհիկ մոտեցումը, հավասարությունը բկարար թողեր հավասար, բայց Տերը տենում է դրան ում կարողությունը, ով արծարայումը, ով ջանք ա դնում, ով աշխատում է, հասկանում ես։ То есть դու կարաս անես, բայց դու չես անում, բայց ով որ անում է, դա կրկնապատում է, հասկանում ես, այն ինչ որ Տերը տվել է, հասկանում ես, քեզ։ Ու դու դառնում ես բարի ծառա, հավատարիմ ծառա, հասկանում ես, քո Տիրոջը։ Համաձայն չեք, որ կրկնապատում ես։ Եվ այդ 3 ծառաներին ինքը տվեց ամեն մեկին, հասկանում ես, մեկին 5 քանակար եւ մյուսին հասկանում ես, նույնով 2 քանակար էր ստացել, 2 քանակար եւ այսինքն ամեն մեկին տվեց։ Հետո ասում եմ, յուրաքանչյուր ծիր կարողության մեկն է։ Նա ով 5 քանակար էր ստացել, դրանցով գործարակ արեց եւ 5 քանակար եւ շահեց։ Նույնպես էլ նա ով 2 քանակար էր ստացել, 2 քանակար եւս շահեց։ Իսկ նա ով մեկն էր ստացել, գնաց հողը փորեց ու Տիրոջ արծաթը թաքցրեց։ Եվ շատ ժամանակ անց սառաների Տերը եկավ ու նրանց հաշիվ պահանջեց։ Նրա մոտ եկավ 5 քանակար ստացողը, 5 քանակար ու ասաց. «Տեր, ինձ 5 քանակար տվեցիր, ահա դրանցով եւ 5 քանակար շահեցի»։ Եվ Տերը նրան ասաց. «Լավ, բարի ու հավատարիմ ծառա, քանի որ դու քիչի մեջ հավատարիմ եղար, քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ»։ Նրա մոտ եկավ նաեւ 2 քանակար ստացողը եւ ասաց. «Տեր, ինձ 2 քանակար տվեցի»։ Տես, եւ դրանցով 2 քանակար եւս շահեցի։ Նրան Տերն ասաց. «Լավ, բարի ու հավատարիմ ծառա, քանի որ դու քիչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ, մտիր Տիրոջս ուրախությունը»։ Հիմա երրորդի մասին մենք հեսա մի քիչ կկարդանք, ես ուզում եմ այդ 2 մարդկանց ծառաների մասին, ովքեր որ կրկնապատեցին ու մտան Տիրոջ ուրախության մեջ։ Հավատարիմ ծառաներ։ То есть, նայ ասեմ, Տերը տվել է իրանց կարողություն։ Ես կարամ ասեմ, գիտեք, շատ տեղերում տալիս են ոչ թե մենակ հոգևոր կարողություն, հոգևոր, նաև, այսինքն, այստեղ տալիս է նաև Իրանը կարողություն տվել է թե ֆինանսական, բարելավել ամեն կողմերով, հասկանում եք այդ մարդիկ։ Ու Տերը տենում է, որ այդ մարդիկ, հասկանում ես, կրկնապատում են այդ ամենը։ Մեկին տրված է ծառայություն։ То есть, այդ ծառայության մեջ ինքը ակտիվ է, ինքն ավելի է աճում, ինքը ավելի է անում, հասկանում ես։ Մեկին տրված է, հասկանում ես, մի բան, ամեն մեկը ուզում է կրկնապատի, բայց դու գիտես, որ քո Տերը գալու է, ուշ թե շուտ ինքը գալու է, ու ինքը պահանջելու է այդ ամենին, հասկանում ես։ Ոնց ես դու մոտիկանալու, ոնց ես դու բերելու, ինչ ես դու ասելու։ Դե դու կասես, գիտես, ժամանակ չունեի, գործերը շատ էր։ Դե ես պետք է ապրեի իմ համար, Տեր։ Գիտես, ասում եմ, դրանց սենսներն էլ կարող են փրկվեն, ասում եմ, չէ, ասում եմ, միտեղ ասում եմ, կրակով կփորձվեն, չէ, ու ասում եմ, ոմանք հետս կփրկվեն, բայց գիտես, ես շատ անգամ մտածում, ասում եմ, դե դու կփրկվես, բայց կներեք, էլի, ախր այն չի էլ են փրկությունը ումն է պետք, որ չեմ ասում ումն է պետք է, բայց կփրկվես, բայց ավելի լավ չի, որ դու ունենաս, հասկանում ես, ոնց ասեմ քեզի, գովասանագիր Տիրոջից, ասի ապրես, էդի քեզ է, հասկանում ես, դու ստացար այն, քչի մեջ ընձի հավատարիմ էր, ես քեզ շատի վրա եմ դնում, ես բարելավում եմ, կրկնապատում եմ, то есть, например, հասկանում ես, պախվալա Տիրոջից դու ստանաս։ Իդե շատերը սպասում են, թե ստեղ Տերը կտա այդ պախվալան, կասի լավ բաներ ու մտածում են չի ասում, բայց դու շատ ես մամ Տերը քեզ չի գովում ու չի սիրում։ Դու կարծում ես Տիրոջ համար դու անտարբեր ես։ Չէ, Տիրոջ համար դու անտարբեր չես, Տերը քեզ սիրում է, հասկանում ես։ Նայ, Հռոմեացիներից 3-րդ գլխի 3-րդ խոսքում որ բացեք կարդաք, ասում է մարդիկ իրանց անհավատարմությունով ընկան, բայց այն չի որոշում, որ իրանք իրանց անհավատարմությունով Տիրոջ անհավատարմությունը քանդվող մարդկանց հանդեպ, sense կարամ կոպիտ ասեմ, նա միշտ հավատարիմ է, ինքը սիրում է, հասկանում ես։ Բայց նայ, կա լավ ծառա ու չար ծառա ու բարի ծառա, հասկանում ես, կան ծառաներ, որ անում են, կան ծառաներ, որ անտեսում են Աստծո խոսքը, հասկանում ես, եւ դրանցից մեկը հենց այդ երրորդն է։ Նրա մոտ եկավ մեկ քանակար ստացող եւ ու ասաց. «Տեր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ ու չես սերմանել եւ հավաքում ես այնտեղ, որտեղ չես անցել»։ Եվ ախներով գնացի քո քանակարը հողի մեջ թացի, ահա քոնը։ Ինչ տվել ես, անել հետ եմ տալի։ Նայեք, 3 հոգի, 3 ծառա, 5, 2, 1-ին։ 3-ն սպասում են Տիրոջը, ժամանակ։ Օրինակ այդ երրորդին ես համեմատում եմ այն ձևի հոգևորներին, մարդկանց, ովքեր որ հասկանում ես, որ փնտրում են իրան շահերը, մտածում են իրանց մասին։
Ու այդ մարդն էլ սենց էլ չփոխվավ։ Հասկանում ես։ Այդ երրորդ քանակար ստացող մարդը չփոխվավ։ Ինքը պահել էր ու սպասում էր։ Ինքը ապրում է իր մտածելակերպով, իր հասկացունով, ինքը հասկանում է, որ պետք չի ընծատալ, պետք չի 10-նորդ տալ, խի ես պետք է բերեմ 10-նորդ ընծատամ, ինչի համար տամ։ Իմ հովևս մի հատ բան էր հետաքրիր ասում։ Ասում էր գնացի ես իմ որտեղ ասում եմ մտամ, ով որ մետր հիշում է երևի։ Տաճար էր, սովորական քահանական տաճար։ Դրած էր ընդ ես հանում ընդեքսում, սաղ զարմուց խի ես գցում եմ, մտել եմ եկեղեցի, ես զոհաբերում եմ, հասկանում ես։ Դու ես զոհաբերում եմ։ Կապ չունի, հասկանում ես, ընդեղ, պայետիկ առաքելական դկակը ռենսը։ Եկեղեցի է, հասկանում ես, ես զոհաբերում եմ։ Ինքը զոհաբերեց ընդ։ Ասում է զոհաբերիմ, ասում է, որովհետև դա էլ է Տիրոջ եկեղեցին, հասկանում եք, որտեղ որ հիմա ուր կգնա, հասկանում եք, հարցը դրանում չի, հարցը դրանում որ դու հավատես, մարդու մտածելակերպը, մարդու մոտեցումը, երբ որ շատ անգամ տարական ալում, շատ անգամ թուլամորթ եմ, եթե դու թուլ հոգևոր ես, դու պետք է աճես։ Եթե թույլ մոտեցում ունես, դու պետք է հաստատվես խոսքի մեջ, հասկանում ես։ Իսկ երբ որ դու բերում ես, այն ինչ որ Տերը քեզ տվել է, ասում ես Տեր, տվիր ինձ Սուրբ Հոգի, տվիր ինձ փրկություն, տվիր էս, ես թաքցրել եմ, ես պահել եմ, ես սպասում եմ։ Գիտեմ, որ դու սենց ես, գիտեմ, որ դու տենց ես, գիտեմ, որ դու պատժում ես, գիտեմ սենց ես անում են, խոհ ասում է, չի ասում է, եւ վախենալով ասում է գնացի քանակարը հողի մեջ թաքցի, ահա քոնը։ Նրան Տերն պատասխանեց եւ ասեց. «Չար ու ծույլ ծառա»։ Հետաքրքիր չի ասում, չար ու ծույլ ծառա։ Դանայք ասեմ, հետաքրքիր որն է, որ այդ Մատթեոսի ավետարանում 25-րդ գլխում այդ առակները սա Քրիստոսն է պատմում։ Քրիստոսն է ասում։ Մենք հիմա չենք կարդում թղթերից, там Պողոսը, Պետրոսը, դա Քրիստոսն է ինքը պատմում ու Քրիստոսն է ասում այդ առակի մասին։ Ու ասում է չար ու ծույլ ծառա։ Գիտեր որ հնձում եմ այնտեղ ու չեմ սերմանել ու հավաքում եմ այնտեղ, որտեղ չեմ ցանել։ То есть ասում է դու գիտես խոսքս իմ։ Հետաքրքիր է, չէ՞, որ հոգևորը գալիս է ժամանակների ընթացքում, տարիներ, там դու կարաս там 50 տարի լինես եկեղեցու մեջ։ Դու գիտես որ ճիշտ է դա, հասկանում ես, դու հասկանում ես որ ասում է նա ինքը Քրիստոս ասում է չար ու ծույլ ծառա, գիտեր որ հնձում եմ այնտեղ ու չեմ սերմանել եւ հավաքում եմ այնտեղից որտեղ չեմ ցանել։ То есть դու գիտես խոսքը, ես ոնց եմ ասում, ինչ եմ ասում եւ ոնց եմ պահանջելու։ Եվ այդ ծառան չար ու ծույլ ծառան է, հասկանում ես, որ խոսքը գիտեր։ Ցավոք սրտի այդ ծառան չփոխվավ։ Ցավոք սրտի դες մարդիկ կան ու չեն փոխվում, հասկանում ես, որովհետև կարա մնա իր ոնց որ ասեմ մոլորակի մեջ, իր ոնց ասեմ աշխարհի մեջ հասկանալ, որ ես ճիշտ եմ, իմ նմանը չկա, ես ավելի լավ եմ հասկանում, ես շատ եմ անգամ օրինակ բերում, ես էլ եմ ցես մոտեցում ունեցել, դաժե աշխարհում եմ ցես մոտեցում ունեցել, երբ որ մեկը կանչում է մի բան էր ասում, ես լսում էի, բայց ես մեկը իր ասածը չի անում։ Դաժին պապան որ կանչում է մի բան, ջղանանում է սենց ասում գլխով անում եմ, հա, բայց մեկը ես մտածում եմ իմ մասին, մեկը ես արդեն որոշումը կայացրել, ես անել եմ իմ ձևով, հասկանում եք։ Պրոբլեմը դրանն է, բայց հետո հասկացամ, որ դա սխալ մոտեցում է։ Հասկացամ, որ դա ճիշտ չի, հասկանում ես։ Եթե դու կարաս ընդունես այն խորհուրդը, որ իրապես քեզի պետք է, ընդունի, հասկանում ես։ Դրանից հասկանում ես, վնաս չի լինի։ Դրանից կլինի օգտակար, եթե մենք այսօր Տիրոջ ծառաներ ենք, հավատարիմ ծառաներ ենք։ Եթե հիմա հասկանում ես, ասեմ, հավատարիմ ենք, մենք բոլորս կասենք հավատարիմ եմ, ծառա ենք, մենք բոլորս կասենք ծառա ենք, բայց եկեք քննենք, զնենք։ Ինչ ծառայության մեջ ես, ինչա այսօր քեզ տրված Տիրոջից։ Ինչի մեջ ես դու այսօր հավատարիմ, հասկանում ես, ինչով դու կարաս հավատարիմ լես։ Ախպերը լավ խոսք էր ասում Սերգեյը։ Ինքը լավ խոսք էր ասում բարիության մասին, գործելու մասին, հստակության մասին, բայց եկեք նաև չմոռանանք, որ Տիրոջը տվեք Տիրոջը, Կայսրին տվեք Կայսրին, հասկանում ես, որովհետև Աստծո խոսքը ասում է, հասկանում ես, ես կգամ ու կպահանջեմ ձեզանից։ Ես կպահանջեմ։ Քանի հոգու մոտ ես դու ավետարանը խոսում այսօր։ Քանի հոգու ես այսօր դու ավետարանել։ Դե գիտես ես ժամանակ չունեմ։ Մարդու բերեմ ավետարանեմ, Աստծո խոսք ասեմ։ Բա իմ մասինով կմտածի, բա իմ գործերի մասին, իմ ընտանիքի մասին, իմ կարողության մասին, հասկանում ես, то есть եթե դու մեկին ավետարանես, դու պետք է օրինակ լինես, հասկանում, եթե դու մեղքի մեջ ես, եթե դու վատ օրինակ ես ցույց տալի, չար ծառայի օրինակ ես ցույց տալի, դու երբեք չես կարող ավետարանես։
Դու ոնց կարաս ավետարանես մարդուն բերես փրկությանը։ Հավատա, սատանան քնաշի։ Ասում է մռնչացող առուճի նման պատտվում է, ումը որ կուլտա, ումը կուլտա, քեզ ինձ հոգևորներին, ով որ թույլ կողմերը ցուցաբերում, ով որ կարակոտ նետերից չի պաշտպանվում։ Եփրայցիներս 6-րդ գլխում ասում է, չէ, հակաշեց պարազինությունը, տամ Վահանը սուր Աստծո խոսքը կոշիկները գոտին չի մենամարտում։ Գիտես խաչենա որ դու մենամարտես, խաչենա որ դու գնաս ու մենամարտես, պայքարես, այս սառան է պետք է պայքարեր, կրկնապատեր, հասկանում ես, որ Իրանից չվերցեր, բայց այդ սառան լավ գիտեր խոսք, ասում է, հա, ասում է, չար ասում է ծուծարա, գիտեր որ հնձում եմ այնտեղ ու չեմ սերմանել եւ հավաքում եմ այնտեղ որ չեմ ցանել։ Ուրեմն դու պետք է իմ արծաթը դրամա փոխներին մոտ դներ, որ երբ ես գայ իմ ունեցվածք տոկոսով ստանայ։ То есть այն դրամը, որ ես քեզ տվել եմ, այն ամեն ինչ որ ես քեզ տվել եմ, դու պետք է դներ ու զարգացներ, կրկնապատի կբերեր տայր ինձի։ Բայց դու դա չարիր։ Ինչի չարիր։ Որտեվ ասում է արդ վերցեք սրանից քանակար եւ 10 քանակար ունեցողին տվեք։ Հետաքրքիր, չի ասում է վերցեք Իրանից, տվեք ումը որ սաղի շատ ունի։ Մենք ասենք անարդար տերը Պետք է հավասարություն լինի, կոմունիզմ հասկանում եք։ Չէ, Տերը գիտի սիրտը, Տերը սիրտ երիկամ քնող Աստված է։ Եվ ինքը գիտի մարդու կարողությունը, մարդու մոտեցող, ինքը գիտի որ այդ 10 քանակարդ ունեցող անձ ինքը ամեն մի բանի մեջ հավատարիմ է Իրանը, հասկանում ես։ Ինքը հավատարիմ է, թե հենց այդ, թե 10-րդի, ինքը փախնում է մեղքից, ինքը ծառայում է Տիրոջը, ինքը սիրում է Քրիստոսին։ Ինքը հետևում է իր հետևից, ինքը գնում ամեն բանը, այդ 10 քանակարդ ունեցողից եւ արդարությունը, ռուսերեն ասած, восторжествовал справедливость, Տերը վերցրեց Իրանից տվեց այն շատին, ասեց՝ «Ար, դու արժան ես»։ Որովհետեւ դու չենես դատար ձեռով, երբ որ պետք է, երբ որ դու ընդունեցիր Քրիստոսին, դու սկսար պայքարել, երբ որ դու հետ արիր, դու սկսար փոխվել, դու սկսար մեղքի դեմ պայքարել, դու սկսար սիրել, ներել, մեկելը, մյուսը, то есть այդ ամենը հենց այդ քանակարների մասին է խոսում, հասկանում եք։ Եվ ասում է 10 քանակար ունեցողին տվեց, որովհետև ամեն ոք ով ունի, նրան կտրվի։ Ու կավելացի, բայց ով չունի, նրանից ունեցվածն էլ կվերցվի, իսկ այդ այդպիսի անպիտան ծառային գցեք խավարի մեջ, այնտեղ կնի լաց ու ատամներ կրճտոց։ То есть նորից ասում Քրիստոսը, այն ծառան, որ չի բերում պտուղ, այն ծառային, որ տրվել է, Քցեք ընդ որտեղ որ լաց ու ատամների կրճտոց կլինի, հասկանում ես։ То есть այս ծառան գիտեր խոսքը, այս ծառան գիտեր այն պատվիրանը, որ Քրիստոսը թողել էր իրեքին հավասար։ Ասում է գիտեմ որ դու սենց ես պահանջող ես, ես, ես պահել եմ, բերել եմ, տալիս եմ հետ քեզ։ Այն միտեղ Ղուկասի ավետարանում ինքը չէր խոր, ինքը թաշտինակի մեջ էր պահել, հասկանում եք։ Բերես բացես հետ եմ տալիս, վերցրու։ Գիտի ճիշտ անում, հասկանում ես։ Բայց ճիշտը գիտես որ նոր կրկնապատիկը բերես տաս Տիրոջը, որտեվ Տերը։ Իսկ դրա մեջ Տերը քեզ կօգնի, հասկանում ես, որ դու աճես։ Որ ասում է չարը բարից տարբերես, հաստատվես Աստծո խոսքի մեջ, գործես Աստծո խոսքի մեջ, հասկանում ես, փոխվես, հասկանում ես, ես ունա։ Իհարկե դու կարող ունենաս այդ ինֆորմացիան, ունենաս խոսքը, հասկանաս որ ճշմարտությունն է, փրկությունն է, լավ երգերի մեջ լացես, փառավորես, ասես այդ խոսքը իմ համար է, բայց շուտապույտ այդ խոսքը կարա հեռանա։ Գիտեք, այսօր մահը ու կյանքը տրված է մարդուն։ Աստված ասում է քեզ տալիս է մահ ու կյանքը վերցրու, ո՞րն ես դու վերցում։ Կյանք ես ուզում, արի իմ հետևից։ Մահ ես ուզում, գնա, հասկանում ես, իմ հետ դու բաժին չունես։ Հետեք երեք օր ես գնում եմ հիվանդանոց, ռեանիմացիա եմ մտնում, պապաս ընդ է պարկած է։ Ու ես տենում եմ ռեանիմացիայում, լիքը մարդիկ sense պարկած են անշարժ։ Բոլորը ապարատի տակ պարկած։ Մեկը հույս ունի, մեկը հույս չունի։ Ես երեք մտել եմ այնտեղ ասում Տեր սաղի համար եմ աղոթում Հիսուսյանով բժշկի իրենց թող սաղ ապաշխարեն ճանաչեն քեզ ու դու հասկանում ես մարդու կյանքը կարա միակ ընդհանրային պրզնի մարդը կարա անշարժ լինի մարդը կարա պարկի եւ դրա համար դու այսօր ունես այդ ոնց որ ասած պրիվիլեգիան Քրիստոսին դու ճանաչել ես այսօր Տերը բացվել է քեզ բացվել է լիովին բայց մի եղեն չար ծառայի նման հասկանում ես որ թաքցրային լուման, որ քեզ պրվել է Տիրոջից։
մի պահի հասկանում ես, այլ գործի Աստծո փառքին։ Եկել են 10 քանակար ունեցողի նման, որը որ կրկնապատեց այդ ամենը։ Հա, դու լավ գես, հա, դու գիտես, Տեր, դու տենց ես, դու տենց ես, դու տենց ես։ Շատերը լավ գիտեն խոսքը, բայց շատերը հեռու են Աստծո խոսքից։ Շատերը գիտեն Քրիստոսի գործերի մասին, բայց շատերը կիլոմետրներով հեռու են Տիրոջից։ Շատերը մեղքի մեջ են, շատերը եսասիրության մեջ են, անձնասիրության մեջ են, շատերը փնտրում են իրանց շահերը։ Բայց մենք պետք է չլենք այդպես։ Մենք պետք է լինենք Քրիստոսի նման, հասկանաս, որ այսօր կյանքը հասկանում ես շատ կարճ է մարդու համար, հասկանաս կգա մի օր Տերը ու կպահանջի քեզանից այն ամենը, ինչ որ ինքը քեզ տվել է։ Վերցրու օրինակ Աբրահամից, վերցրու օրինակ Պետրոսից, հասկանում ես այն մարդկանցից, ովքեր գնում են Քրիստոսի հետևից։ Վերցեք օրինակ այսօր այն մարդկանցից, ովքեր որ ձեր կողքում կան ու ապրում են այդ կյանքով։ Կան այդպիսի մարդիկ, ովքեր որ ապրում են Հիսուսով։ Կան այդպիսի մարդիկ, ովքեր որ ում մոտ բացված է քրիստոնեական արժեքները, բացված է այն գործը, այն կամքը, այն գանձը, որ Հիսուսը տվել է ամեն մեկին։ Տվել է քեզ գանձ։ Այդ գանձը իրողությունն է, փրկությունն է, հասկանում ես։ Բայց դրա այդ մեկտեղ քեզ տվել է գիտություն, իմաստություն, որովհետեւ դու կարդաս ու խոսքը հասկանաս։ Բայց այսօր շատերը ծալում են խոսքը դնում են մի կողմ, դաժե թե բացում են խոսքը կարդում են, խոսքն են դնում մի կողմ։ Որտեվ չեն ուզում շատերը խոսքով ապրեն։ Շատերի համար դժվար է այդ խոսքով ապրել։ Եթե դու խոսքով ապրես, դու պետք է փոխվես։ Դու պետք է անես այն ինչ որ Քրիստոսն էր արել։ Ես նկատում եմ բնավորությունը Քրիստոսի։ Մոտեցումը Քրիստոսի, հասկանում ես, որ ինքը հասկանում էր մարդու էությունը։ Ինքը հասկանում է քո իմն ու էությունը։ Ինքը հասկանում է դու ինչ ես պատրաստ, ես ինչի եմ պատրաստ։ Հանուն հավիտենության համար։ Ամեն։ Գիտեք, Աստծո խոսքը շատ հետաքրքիր է, որտեղ եթե մենք քնում ենք այդ առակները, ես խորից նայում եմ այդ առակների մասին, ծառաների չար ու բարի ծառաներ կան, դե չար մշակների մասին, լիքը, եւ այնտեղ ամենը Քրիստոս ասում է, տվեց, թողեց ու գնաց ու հետո եկավ։ Գիտեք, եկեք այդ հետոն չմոռանանք, որ հետոն ելնելու է։ Հասկանում ես, սխալվում են այն մարդիկ, ովքեր որ չեն հասկանում, որ հետոն կարող է չլինի։ Հետոն կլինի, հանդիպումը կլինի։ Ես չեմ կարող ասեմ, երբ կլինի այդ հանդիպումը, հասկանում եք։ Ոչ էլ չի կարող ասի, երբ ալնելու այդ հանդիպումը, բայց ես գիտեմ մի բան, հստակ, որ այդ հանդիպումը մենք կունենանք, անխուսափելի հանդիպումը, հասկանում ես։ Բայց դրա համար, եթե դու հավատարիմ ծառա ես, եթե դու չար ծառայի նման չես, պահել, թաքցրել ես այն ամեն ինչ որ քեզ Տերը տվել է, գիտես, այդ ինչ որ տվել է դիր գործի մեջ, կրկնապատիր։ Գիտես, եթե ուզում ես դրա մասին մենք ավելի խորենք ոնց կրկնապատեմ, ինչ անեմ, ինչ ես պետք է անեմ։ Գիտես, ես կարամելը խորհուրդ տամ։ Հես ավետարանը, Աստվածաշունչը։ Հավատա, ով որ ուզում է, նա կարա հասնի։ Ով որ ուզում է, նա կարա վերցնի խոսքը, հասկանա խոսքը, բացվի խոսքը, հասկանում ես։ Խոսքով է, որ մենք այսօր ապրում ենք, չէ՞։ Ապրում ենք, չէ՞ մենք այսօր խոսքով։ Խոսքով է, որ մենք այսօր քայլում ենք, հասկանում ես։ Եթե չլներ խոսքը, չէր լինի իր գործը ու իր կամքը։ Ասում եմ, բան եղավ իր խոսքով ու գործ եղավ իր խոսքով։ Դրա համար գիտեք, սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր մենք մեր շատ անգամ մեր մոտեցումները պետք է փոխենք։ Փոխենք, այսինքն հստակ դեպի Քրիստոս, դեպի հավիտեն։ Եթե քո աչքերը նայում է դեպի հավիտենություն, եթե դու նայում ես, հասկանում ես, այսօր ո՞րն է իմ շահը, ո՞րն է հավատարմությունը։ Գիտես, ես միշտ ասում եմ ասես մի հատ բան, դու точно գիտես քո մասին ավելի լավ, քան թե ուրիշը։ Գիտես, ուրիշին դատելը հեշտ է։ Մարդուն դատել ուրիշին ինքը սենց է, ինքը նենց է, ինքը նենց է հեշտ է, բայց մարդու մեջը իմանալը գիտի Աստված ու այն մարդը, որ գիտի իրանը լավ, հասկանում ես։ Դու ինքդ քնի ոնց ես դու ապրում այսօր։ Դու ինքդ քնի ինչքանով ես դու բարելավում Աստծո խոսքի մեջ, Աստծո գործի մեջ։ Ինչքանով ես դու այսօր հասել, հասկանում ես, գագաթնակետին, հասնում ես դու գագաթնակետին, թե չէ, հասկանում ես։ Ես գիտես միշտ ասում եմ այդ մի խոսքը պատվիրանը, որն ամենամեծ պատվիրաններից մեկը սիրիր քո Աստծուն քո ամբողջ հոգով սրտով եւ սիր քո դիմացին քո անձի պես։ Գիտես, սերը, ինչի մասին Քրիստոս ասում էր, դա առաջնահերթին զանգվածային ոնց որ ասած բաներից մեկն է, որ Քրիստոս այսօր թողել է մեզ, որ սիրենք, անենք ամեն բան սիրով, հասկանում ես, սիրով ծառայի Տիրոջը, սիրով եղիր հավատարիմ Քրիստոսին։ Եթե դու Քրիստոսին սիրով ես, դու մարդկանց էլ կսիրես։
Հիմա կասես դե ինչ է խոսում, դե իսկ կանգնած։ Ես Քրիստոսին շատ եմ սիրում, բայց մարդուն Օպա, ստեղ պրոբլեմը, հասկանում ես, ստեղ շատ անգամ պրոբլեմը գալիս է, ստեղ արդեն օբաչկի ռուսեն ասած, тяжело любить, հասկանում ես, как? А Бога-то я люблю. Как так? Ну Бог-то любит меня. Бог-то любит. Бог каким хочет тебя любить? Бог хочет тебя любить преданным, հասկանում ես, հավատարիմ, верным. А ты на самом деле верна сегодня? Как твоя верность проявляется в слове? Ты размножаешь, чем разумели русեն փոխանակ, դու կրկնապատում ես այն գանձը, որ քեզ տվել են։ Գիտես, ես քեզ կարամ ասեմ, եթե գանձի մասին հիմա խոսանք, որն է գանձը։ Սկսած հոգուց, Սուրբ հոգուց, մեղքերի թողությունից, փրկությունից, եթե քեզ այսօր դու օրհնում ես այդ օրհնությունից, ֆինանսական ամեն ինչի ինչ որ, բայց ես քեզ կարամ ասեմ, հետաքրքիր բան բացավ մոտս ես քանի վաղ, ես միշտ ասում եմ, այն ինչ որ Տերը տվել է, սաղ Տիրոջն է։ Հա, Տերն է տվել։ Բայց Աստված ասում է, քոնը մնում է քոնը, իմը մնում է իմը, հասկանում ես, իմը ստուր իմը, հասկանում եք ինչ ասում, քոնը, քոնը մեջ դուք ես քեզ օրհնել եմ, հասկանում եք, մենք պետք է իմանանք Աստծունը տալ Աստծուն, հասկանում եք, եթե այսօր քո մոտ բացված է այդ խոսքերը գիտելիքները, աստվածային կամ աստվածաբանական, ես քեզ կարամ ասեմ, Տիրոջը, դուր Տիրոջը, հասկանում ես։ Եթե դու կարաս Աստծո փառքի համար գործես, գործի Աստծո փառքի համար։ Գիտես, դու չես գործի իմ համար կամ մեկի, դու քո համար ես անում։ Հասկանում եք, այսօր ամեն մեկը ինչ որ անում է փրկության պարագով իր համար։ Նայեք ասեմ, Մարկոսի ավետարան 12-րդ գլխում, երբ որ մենք կարդում ենք այդ արծաթի մասին կասին, դե շարունակությունը գալիս է մի հատ օրինակ, Սադուկեցիները, Փարիսեցիները մոտիկանում են Քրիստոսին, ասում են կարամ բացեմ կարդամ։ Ասում է, վարդապետ, ասես մի բան կա, Մովսեսի օրենքով, եթե կինը ամուսնացած անում, այդ կնոջ ամուսինը մեռնում է, ու իրան 7 աղբերներ հերթով սաղետ ամուսնանում է, իտոգում, ընդեղ արքայությունում ում կինն է ինքը ըլնելու։ Հետաքրքիր է, չէ՞, մոտեցումը։ Հետաքրքիր ում կինն ալնելու։ Քրիստոսը ասում է, այնտեղ չի լինելու ամուսին կին։ Այնտեղ ըլնելու են հրեշտակներ։ Հասկանում եք ինչ մոտեցումը։ То есть ըլնելու են հրեշտակներ։ То есть այսինքն չի լինելու ամուսին կին։ То есть ամեն մարդ իր վարձքը ինքն է ստանալու այնտեղ, հասկանում ես։ Եթե դու ուզում ես հրեշտակ դառնաս, եթե դու ուզում ես իրապես արժանանաս, դու ինքդ պետք է ջանք գցես։ Հասկանում ես։ Քո տեղը ոչ մեկ չի անի։ Քո ճանապարհը մնում է քո ճանապարհ, քո գործը մնում է քո գործը, հասկանում ես։ Ինչի մեջ որ դու կանչված ես, դա քոնն է, հասկանում ես։ Քո օրհնությունը քոնն է, բայց դրա մեջ դու ոնց ես ուզում զարգանաս ու ոնց ես ուզում Աստծո խոսքով ապրես, հասկանում ես։ Մենք շատ կարանք մեկին մեղավոր հանենք, մեկին մեղադրենք, ինքն են մեղավոր, էսի սենց է, էդի տենց է, մեկ էլ է մյուսը, հասկանում ես, անձնական շահերը մտածելու, մեկ էլ է մյուսը, բան, ես գտնում եմ դա ճիշտ մոտեցում չի։ Շատ անգամ հասկանում ես, խնդրեմը գալիս է երբեմն մեզանից։ Մենք կարանք, այսինքն իմանանք բաց թողնել։ Նայեք ասեմ, սովորացրեք ձեզ մարդկանց բաց թողնել։ Գիտեք, դա շատ կարևոր մոտեցում է։ Եթե քեզի մեկ նեղացրել է ահավոր ձևի, դու շատ ահավոր ձևի տամ ես իմիջ իմացի բաց թողնել։ Մի ընկմռվի, вообще ամեն ինչ որ կատարվում է քո կյանքում, դեպրեսիվ իրավիճակներ որ ըլնում են, մի մնացեք դրա մեջ, որտեվ այն ամեն ինչի մեջ որ դուք մնում եք, դուք կարաք հավիտյանս մնաք այդ չարծարային հասկանում եք, իմացեք ըլնել, իմացեք բաց թողնել, որովհետև այսօր այդ միջոցը կա, այդ զենքը կա, այդ ուժը կա, այդ օծությունը կա, այդ զորությունը կա, այդ քանակարը տրված է քեզ, հասկանում ես, ես չեմ կարող ասեմ Քրիստոսը քեզ ինչքան է տվել, երբ որ դու ընդունել ես, ապաշխարել ես, մի հատ է տվել, 5 հատ է տվել, 3 հատ է, 2 հատ է տվել, բայց դու ունես այսօր այդ օծությունը, դու կարաս աղոթես, դու կարաս հռչակես, դու կարաս բաներ փոխես քո կյանքում, հասկանում ես։ Դու կարաս փոխես բաներ քո կյանքում։ Եթե դու չփոխես, ոչ մեկ քո տեղը չի գա փոխի, հասկանում ես։ Ու հերիքա մենք ամեն անգամ ամեն ինչ գցենք Աստծո վրա, ասենք Տեր Աստված արա, արի փոխի ինձ, արի ֆրծրա, արի սաղ դիր, արի սենց սիրուն ճուլպանի դաշտեր սարքի մեր բանում։ Չէ, Տեր ասում է ես տվել եմ, ես արել եմ քո համար արդեն։ Ես տվել եմ իմ կյանքը քո համար։ Ես հարություն եմ արել, բայց քո պայքարի մեջ, քո ճանապարհի մեջ ես քո հետ եմ։ Ես քեզ կպահեմ, ես քեզ կպաշտպանեմ, բայց ճանապարհը դու պետք է անցնես, հասկանում եք։ Էլեմենտար դու պետք է ասես, точка A, точка B, դու պետք է գնաս, հասկանում եք։ Ոչ մեկ քո տեղը չի անի դա։ Ու կգա ժամանակը, երբ որ կգա,
ու կպահանջի։ Մի հատ հարց եմ ուզում տամ։ Արդար ձևի կպահանջի, դուք համաձայն եք, որ ինքը ճիշտ ձևի կպահանջի այն հավատարիմ ծառաներից, ումից որ տվել է, ումից որ ուզում է պահանջի։ Դրա համար էլ եղեք հավատարիմ ծառաներ, Աստծո ժողովուրդ։ Ամեն։ Եկեք աղոթենք։ Եկեք աղոթենք։ Գիտես, Աստված զորավոր է։